Ազգային ժողովում լսումներ են մարտի 1-ի գործով, քննարկմանը մասնակցում են իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամներ, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը, կառավարության եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Նիստը վարող Ռուստամ Բաքոյանը նշում է մարտի 1-ի գործը արդարադատություն չէր, այլ դրա իմիտացիա։ 2008 թվականի մարտի 1-ին, երբ մեր երկրում տեղի ունեցավ 10 քաղաքական մարդու սպանություն, օրվա իշխանությունը կանգնեց ընտրության առաջ, կամ ապահովելով օրենքի գերակայություն, կամ ծառայել նեղ քաղաքական շահերի։ Ցավոք, նախկին իշխանությունները ընտրեցին երկրորդը։ Նրանց գործողությունները ոչ թե անհատի դեմ էին ուղղված, այլ մի ամբողջ պետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, նրա արժանապատվության, նրա ազատության, առհասարակ ժողովրդավարության դեմ էին ուղղված։ Նախկին իշխանությունները բոլոր այս տարիներին պնդում են, որ իրավապահների գործողություններն ուղղված էին հենց պետականության պաշտպանությանը, այլ ոչ թե ընդդեմ։ Բաքոյանի խոսքով գործի ամբողջական բացահայտումը իշխանության խնդիրն է, որպեսզի ժողովուրդը վերականգնի վստահությունն արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ։ Եվրոպական դատարանը փաստել է, որ բոլոր մահերը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ վրա են հասել պետության կողմից անհամաչափ ուժի գործադրման արդյունքում, որի կիրառումը բացարձակ անհրաժեշտություն չի եղել։ Ավելի վաղ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով իր որոշումը, որը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-ից 2-ին Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ժամանակ 10 քաղաքացիների մահվանը։ Դատարանը միաձայն որոշել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհերի մեծ մասի կյանքի իրավունքը եւ մատնանշել ողբերգության քննության անարդյունավետությունը։ Մենք ունենք անջատված մաս, որը 2021 թվականի հոկտեմբերի 23-ից քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում, այսինքն ունենք քրեական վարույթ, որով այս բանին եւս նախաքննություն է կատարվում։ Գլխավոր դատախազը այդ ժամանակվա ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանի մասին է խոսում։ 2020 թվականին քննիչը որոշել է, որ գործի վաղեմության ժամկետը լրացել է, բայց Աննա Վարդապետյանի հիմնավորմամբ մեղսագրվող հոդվածը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ։ Նշեմ, որ առաջիկայում այս դրվագը մեղադրական եզրակացությամբ կհանձնվի դատարան։ Նշեմ նաև, որ ինչպես Եվրոպական դատարանը Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի արդեն սեպտեմբերին կայացված վճռով հաստատել է, որ պատշաճ քննություն չի իրականացվել ոստիկանական բարձրագույն ղեկավարության եւ այն անձանց վերաբերյալ, ովքեր հատուկ միջոցներ գործադրելու հանձնարարություն են տվել կամ չեն պատրաստել այդ թվում երիտասարդ զինծառայողներին, քանի որ բանակի մասնակցության փաստի վերաբերյալ էլ կան տվյալներ, այս անձանց մասով քննությունը չի իրականացվել պատշաճ եւ պետք է քննության ուղղությունն այս առումով փոխվի։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքը լսումները խայտառակ թատրոն է անվանում։ Նախորդին տարածած հայտարարությամբ ասում են, որ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ, չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։ Աբսուրդ է նաև այն, որ 2018-ից հետո վերաբացված մարտի 1-ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։ Բավական է նաև քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբ կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնարկության քաղաքական նպատակը պարզ կլինի։ Իսկ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է, որ տեղեկացված չի եղել, չնայած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ է։ Պատմում է, որ մարտի 1-ին քաղաքացիների կողքին է եղել ու այդ խնդիրը շատ է բարձրաձայնել, անգամ երբ իշխող Իմ Քայլը խմբակցության անդամ էր։ Այն ժամանակվա իմ թիմակիցները ինձ նախատում էին, թե ինչու է գլխավոր դատախազին թիրախավորում, նա մարտի 1-ի գործը բացահայտում է։ Հիմա ձեր լրատվամիջոցի միջոցով սենսացիոն հայտարարություն են անում։ Հակոբ Սիմիզյան, բացվել է մարտի 1-ի գործը։ Դու Իմ Քայլը խմբակցության քարտուղարն ես։ Ասում ես ինչու ես խոսում մարտի 1-ի մասին։ Հիմա գոհես մարտի 1-ի բացահայտումից Հակոբ Սիմիզյան։ Թովմասյանը այս process-ը բեմադրություն է որակում, ասում է պրոֆեսիոնալիզմ է պետք եւ քաղաքական կամք մարտի 1-ը բացահայտելու համար։ Գուցե կամք ինչ-որ պահի եղել է, բայց հիմա իրական ջանքեր չի տեսնում։ Ազգային ժողովում հանրային քննարկումը տևեց մոտ 5 ժամ։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։